Կիսում եք արդյոք Փաշինյանի այն կարծիքը, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է, ով է ասել, որ նրա աղքատության պատասխանատուն իշխանությունն է։ Խի, որ քաղաքացուն գործ չի տալի, քաղաքացին մեղավոր է։ Այո, քաղաքացին ինչ մեծային պետք է գնդակա է։ Ապրես։ Ոչ։ Դրա համար մենք ընտրել ենք իրանք են իշխանություն ընտրել մեր խորհրդարանը։ Սա խորհրդարանի խնդիրն է ավելի շատ, որովհետև չի կարողանում իշխանություն ընտրեին իրանք, որ իշխանությունն էլ կարողանա երկրի սոցիալ-տնտեսական վիճակին հետևի։ Նրանք հետևում են միայն իրանց գրպանների, իրանց բարեկեցության վրա։ Ժողովրդի վրա տկկած են անում։ Ոչ, պետք է իշխանությունները եւ խորհրդարանը, այսինքն կառավարությունը հետևեն իր երկրի, իր ընտրում, մենք ընտրել ենք նրանց, որպեսզի մեր վիճակը լավանա։ Ճիշտ ղեկավարեն, ճիշտ կազմակերպեն, ճիշտ պայմանագրեր կնքեն։ Երկրում աշխատատեղեր ստեղծեն, չարեցին բնականաբար այսինքն մենք էլ վատ սոցիալական ծայրահեղված սոցիալական վիճակի մեջ ենք։ Քաղաքացու մեղավորությունը, քաղաքացին ինչով է մեղավոր։ Մեկ ասում են աշխատավանը յուրաքանչյուր քաղաքացու, ասենք թոշակառուի մասին է խոսքը վերաբերվում, միջին զամբյուղը, ասենք 80,000 ռուբլի դրամ։ Բայց ստեղ ինչ է ստացվում, օրինակ թոշակառուն ստանում է 50-60,000 դրամ, դա չի մտնում այդ բանի մեջ, զամբյուղի մեջ։ Ես չարեն ցավանքան կներեմ, որում ինչքան աբալ, ժողովրդի մեծամասնությունը լեիչ այդ ներքը սաղ պարապ են, աշխատանք չկա, որ մարդիկ աշխատեն, բայց հետ էլ ասեմ, որ շատերը չեն էլ ուզում աշխատեն։ Այսինքն դուք կարծում եք, որ քաղաքացին, եթե գործ կա չի աշխատում, ինքն է մեղավոր։ Ես այդպես չեմ ասում, եթե գործ կա չի աշխատում, նա սխալ է։ Կա, բայց գործի տեղ չարեն ցավանում կա։ Դե բոլոր գործարանները համարյա փակել են, մի քանի հատ անհատ գործարանահատ սեփական գործարաններ կա։ Դենդել մի 10-15-20 մարդ են աշխատում ինչ, դա էլ աշխատանք չի։ Դա բոլորին չի բավարար։ Փաշինյանն ասում է, եթե քաղաքացին աղքատ է, դա է։ Անունը մի տվեք էլ իսեր ասում։ Չէ, ոչ էլ ազգանուն տվեք, ինչ ասել։ Ասեք են մարդը վարչապետ ասեք գոնը։ Ասում է, եթե քաղաքացին աղքատ է, դա է խնդիրն է, պետությունը ինչ անի այստեղ։ Ինքը այդքան բան չի հասկանում, որ երկիրը սոցիալական երկիր է։ Իրավական, սոցիալական երկիր է, որտեղ է իրավականությունը, որտեղ է սոցիալականությունը, որ իր գլխից է, որ աղքատը չկա, սոցիալական չկա, իրավական չկա։ Բավ մեղք ունի։ Ես որ 34 տարի աշխատել եմ, Փաշինյան, դու որտեղ ես եղել, դու դեռ ծնված չես եղել։ Էդում համար էի աշխատում, երկիր կառուցեցի, չէ, որ այսօրվա օրը ես կարողանամ իմ գոյությունը պահպանեմ։ Որ թե քո նման մեկը դառնա պատահական Քաժնազարի նման վարչապետ ու սենց վարվի ժողովրդի հետ։ Հիմա դուք մեղավոր եք, որ լավ չեք ապրում։ Ոչ, կառավարության։ Կառավարության մեղքն է։ Ժողովուրդը մեղավոր չեն, հատկապես թոշակառուները։ Իրենք չեն մտածում, որ վաղը միսօր իրենք էլ պիտի մեծանան, իրենք էլ պետք է թոշակի վրա նստեն։ Ինչ ա լինելու իրանց վիճակը։ Օրինակ մեկը ես եմ քաղաքացու, ես ինչ անեմ ասա։ Ինչ անեմ, եթե իմ աշխատածը կամ մի բանը չի երիքում, ես ինչ անեմ, որ պետություն գնամ եւ որ պետություն կարամ գնամ, որ գնամ աշխատեմ, ուղարկեմ իմ ընտանիքը պահվեմ։ Այդ հնարավորությունը չկա, յուրաքանչյուր ընտանիքի տան տղամարդն է մեղավոր, եթե իրան տունը չի կարող պահի։ Հիմա մեր իշխանությունն է մեղավոր, որ ժողովրդի այս վիճակի են, որ լավ չեն։ Հիմա պարակտում ենք, սեր իշխանությունը պարակտում ենք, սեր ժողովրդի մեջ Ղարաբաղցի, Կյուրաբացի, տեղացի, աղբար, այդ հենց պարակտումներ ենք սեր ժողովրդի մեջ։ Նա ասում է դու Կյուրաբաց ես, դու թուրք ես,
Պարոն Փաշինյան, այդ գլուխդ ինչով է լցած որ այդ խոսքը ասես, ոնց կարելի է ժողովրդի վրա գլխից։ Այ ես գյուղում եմ ծնվել, ասենք դպրոց չի եղել։ Իմ կրթությունս քիչ է, դու ինչ իրավունք ունես ինձ վիրավորես։ Կամ թե դու ասենք լինելով ժուրնալիստ գնացել ես պետության բանս գլուխ ես ղեկավարում, դու իրավունք ունես գնաց պետություն, դու ոչ կրթություն ունես, ոչ այդ ակադեմիա ես ավարտել, ոչ ինգենա մագիստրատուրա, դու ընդհանրապես ժուրնալիստ ես, էլի, ոնց որ ես մի հատ սովորական սվաղճի, դու մի սովորական ժուրնալիստ ես։ Ինչ կա, խեքոնը չես տեսնում, ժողովուրդը նետնում ես։ Այնպես որ շատ բաներ կա, այլ սա ոչ ես կարող ասես։ Ասում եմ ես պետության ժողովրդական պետությունը չեմ եք, դե մի նայեք, ես մին համատական բան ասեմ, էլի Մարտին Վրաստանի հոգևոր հայրը մահացավ, ճիշտ է, պետության վարչապետը եկավ ծնքի չոքեց իր հոգևոր հոր առաջ, իսկ ես ինչ անեմ, մտած եկեղեցիները ասում, դու ես ես արել, դու պտուվել ես անում, էլի, եթե նույնիսկ կա այդ թերություններ, չի կարել ես ամբողջապես ժողովրդին ասած, սա սխալ է, չի կարել, հայ ընդհանրիկ եկեղեցում կա ցավ, ես ասենք հասարակ պրիմեր բերեմ, տան մեջ, եթե ունենում են վատառողջ երեխա, այդ մարդիկ, ծնողները միշտ թաքուն պահում են, որ ամոթ է, էլի ինչու պիտի մեր երեխուն ասեն, որ առատ է, լավ չի ծնվել, պետությունը ժողովրդի պապա մաման է, դրանք պիտի այդ բանը մտածեն, որ իրան ժողովրդին ոնց նայեն, ոչ թե բերանները բացեն ասեն, էս արին, են արին, թերություն ես տեսնում, ախպեր կան չնդեղ ասեն գեր, բերեն ընցանեք, որ այդ թերությունը չլինի, կա շատ բաներ կա է, ես չես իմանում, որ բեք լասես։